Ձեր ծրագրի մեջ մի շատ գեղեցիկ նախադասություն կա, ասում է արտաքին քաղաքականության սուբյեկտ, թե ճնշման օբյեկտ։ Հենց այդ նախադասությունը ինձ թևեր է տալիս ու դրա համար ենք մենք այսօր այստեղ։ Մեզ ձեր նման մարդիկ են պետք, որպեսզի մենք բարձր գլխով քայլենք, լինենք քաղաքական գործիչներ, դրսում կարողանանք մեզ դրսևորել, ոչ թե sense գլուխներս կախ, Փաշինյանը ինչ անի, խեղճ ու կրակ, չվախենանք դուրս գանք, չկարողանանք ոչ մի բան անել, մեզ փոփոխություն է պետք, մեզ նորմալ մարդիկ են պետք։ Հիմա դրա համար ասեմ, ցանկություններ կա, հնարավորություններ կա, Բարգավաճ Հայաստան է պետք։ Ուրեմն ամենակարևորը Ժողովուրդ, խոսքից խոսք է բացում, ձեզ ասեմ։ Ուրեմն մինչև պատգամավոր դառնալ ասեմ, թե որ դե 0-ից կայացել ենք բամոր ընտանիքից, բոլորն էլ գիտեն ոնց է եղել, առաջի գումարը ոնց է եղել, գումարից հետո ոնց է, ասենք թե հիմա սնկի գործով եմ զբաղվել առաջի տարին, տվել է հաջողություն 100,000 ռուբլի աշխատել եմ, միանգամից 4 հատ եմ բացել։ 4 հատից արդեն գումարը շատացել է, ով արտադրամաս եմ բացել, տալգոտկայի արտադրամաս եմ բացել, ու տենց արդեն սկսել եմ ավելի զարգացնել։ Այդ ժամանակ ասենք թե որ կարելի է զարգացնել, հզորացնել պատգամավոր եմ դարի, հաշվի առնելով որ պատգամավորի խոսքը անցնում է։ Գնացել եմ պատգամավոր ասում, դե ասեցիր, մեծ կուսակցությունով նա որոշումա քո ասածը չի ասում։ Հետո մտանք կոալիցիա, իմանալով եթե նախարարություն են տվել, նախարարությունը լիարժեք մենք կարանք ղեկավարենք։ Մտնում ես, սրան չանես, սա այս կուսակցությունը, սա այս աղբեր, բայց էլ ինչ պետք է անեմ, եթե մարդը չի աշխատում կամ կուսակցականը ուրիշ կուսակցությունից, մարդը պետք որ լիարժեք գործը առաջ տանի։ Ու դրանից հետո էլ ասենք կոալիցիա չմտանք։ Դրանից հետո որ Նիկոլ Փաշինյանը, որ հայտարարեց, որ հեղաշրջում եղավ, գնացել է հրապարակ, որ պետք էր այո իմանալով, որ ամեն ինչ տեղին է լինելու, հավատում ենք իր խոսքերին, իր սկզբունքին։ Գնացել եմ հրապարակ։ Հրապարակում ասել եմ Ժողովուրդ ջան, որ լեցուն ժողովուրդը կար, երևի այնտեղ ձեզնից մարդ էլ եղած կլինի, չգիտեմ։ Ասել եմ Ժողովուրդ ջան, ում եք ուզում վարչապետ։ Սասուն Միքայելյանի, որը իմ ընկերն է, իրան շատ հարգում եմ, Արադ Միրզոյանին, թե Նիկոլ Փաշինյանին ասեք, ես իմ ամբողջ թիմով ձենը տալիս եմ իրան։ Ասել են Նիկոլ Փաշինյան, գոռացել են, ասել եմ Նիկոլ Փաշինյանին ենք տալի մեր ձայնը։ Ու տեսնելով ասենք, թե հիմնական Նիկոլ Փաշինյանի մոտ ինչի համար չի ստացվում։ Ճիշտ մարդկանց չի կարողանում դնի, ոչ թե հետը քայլել են, էս են, այլ եթե նա կարողանար նրա համար կապ չունենար, որ լիարժեք մոտեցումը Մենք եղել ենք այդ կազմի մեջ, բայց որ մենք իր ասածը չենք ընդունել, հակառակն ենք ասել, միանգամից հրապարակի վրա մեր նախարարներին գրեց եւ հանեց։ Ավելի լավ հանեց, մենք այսօր պատասխանատու չենք, բայց դիարժեք եթե ես էլ ճիշտ ձևակերպում չանեմ, ճիշտ մարդկանց գործի չդնեմ, ես բարեկամ ծանոթ չեմ նշանակում, այլ մարդը կարող է չճանաչեմ տարբեր կուսակցությունից լինի, եթե մարդը փորձառու է, այդ համակարգում իրեն ճանաչում են որպես խելացի, բանիմաց արդյունավետ մարդ, պետք է տաս իրեն ու չասես ումը որտեղ դիր, ասա տալիս եմ քեզ, ձևավորի, որ արդյունքը նկատելնի։ Եվ ամեն ինչ փայլուն կլինի Ժողովուրդ ջան։ Այսօր հարկավոր է այդ խնդիրները կարգավորել, ժողովրդի դեմքին ժպիտ կլինի, փայլ կլինի, մենք միշտ հպարտացել ենք մեր գիտությամբ, արվեստով, այսօր էդ էլ չկա, չեմ ֆինանսավորում, այսօր էժան աշխատուժով գիտություն չի զարգանա, տնտեսություն չի զարգանա, այսօր Հայաստանում եկի աշխատում են հնդիկներ, արաբներ, մեր ժողովուրդ սաղ եկել են տարբեր դե մերոնք ասենք այսօր թեթև գումարով չեն ուզում աշխատեն, նրանք են գալի աշխատելու։ Ուզում եմ ասեմ, որ աննարին ոչինչ չկա ժողովուրդ։ Հարկավոր է միասնական լինեք մի մարդու պես, կապ չունի ծանոթ բարեկամ, ում ծանոթն է։ Եթե դաժե ընտրություն է լինում, քո ծանոթի խնդիրն է, գիտես չի կարանի, անտեղի տեղը դու սևերես մի եղի։ Այլ կանգնեք կնես մարդու կողմ, որը մարդը փորձ ունի, արել է եւ դու դրանում համոզված եք եղել։ Ձեր ցամնել տանը հիմա մենակ պարտադիր մասնակցեք եւ լիարժեք գնացեք ընտրությունը ձեր հոգու խճարաճ կատարեք ձեր ապագայի համար։ Անկախ նրանից, անկախ ամեն ինչից, ինձ ձենել տակ, ձենել չտակ, ես շնորհակալ եմ, էլի ձեր ծառուկյան եմ, ձեր ցավը տանեմ։ Մտածել ես, որ այսօր չեմ եկել իմ համար եմ ասում, այսօր մեր ապագայի, մեր երեխեքի համար եմ ասում։ Այս վիճակից մենք պետք է այդ խեղճությունը հաղթարենք, այդ ներքին ատելություն թշնամանքը հաղթարենք, դրանից հետո նոր լավ վիճակ կլինի։
Այդ է ինձ պետք որ անենք վերջացնենք այս ամեն ինչ էլ արե դրե կազմակերպե հասու կամոք, բայց սիրտը ցավում է։ Մենք այդ ժողովուրդը չենք։ Մենք պետք է կարողանանք հզոր քայլել, մեջներս ուղենք, որ աշխարհը մեզ հայկի եւ կարողանանք ունենալ հզոր դաշնակիցներ, համատեղ հնարավորություն ստեղծել, ոնց որ հիմա Վրաստանում է Ժորժան այն պայմաններն է ստեղծած, որ սա աշխարհով գալիս է գնում անդե, մեր մոտ չեն գալի։ Մենք էլ պետք է նայենք լավ, ինչ ծրագիր է դրած։ Ներդրողը գալիս է, ծրագիրը ներկայացնում է։ Պետությունը ասում է հարց չկա, ինչքան է պետք։ Կես գումարը ես եմ քո հետ դնում, կամ 30%-ն եմ դնում։ Գործը սկսեց անել, վերջացնել, ասում է ուզում ես դուրս գամ, ասում է չէ, ասում է ուզում ես քո փայտուր ես առնեմ։ Այսպես պետությունը հնարավորություն է տալի, վստահության քվե է տալի, որ մարդիկ կան գումար դնեն, որ հանքը ստեղ է, տարածքը ստեղ է, ասում եմ շենքը տամ, հումքը կա, հումքն էլ անվճար, իրար դնենք, ասում է չէ, գիտես ինչ կա, Վրաստանի պայմաններն ավելի լավ է։ Ամենք չենք կարող այդ պայմանները մեզ մոտ ստեղծել, որ մենք կարողանանք մարդիկ կան ներդնեն, զարգանա, տնտեսությունը զարգանա, ժողովուրդը գործ ունենա։ Այսօր հիմնական հարցը էդ էլ ասեմ, ախ Ժորժան, սպասում են մյուս տեղը, բայց ոչինչ։ Հիմա նայեք, եթե այսօր ասենք, թե մենք ունենք 480,000 հեկտար հող, ու բոլորը ուշադիր լսում են, որ վաղ ասեն 485 էր, Սարոկյանը 480 ասել։ Այդ է ցավտար։ Հիմա 480,000 ունենք, մշակումը 140-160,000 հեկտար է։ Ինչի համար, որտեղ գյուղնախարարություն չկա։ Գյուղացին ում պետք է դիմի։ Նախարարություն պետք է լինի։ Գարնանը գյուղացուն պետք է գումար տրամադրեն իր հեկտարի չափով։ Պետք է սերմ տրամադրեն, սալյարկա, սիլիտրա տրամադրեն։ Մասնավորը սիլիտրեն բերում է 13,000, մեջը 7,000, 5,000 շահույթ անում։ Գյուղատնտեսության նախարարությունը թող կազմակերպի, առանց շահույթի բերի, տա գյուղապետարաններին, մարզպետարանին, նա էլ բաժան իր գյուղացուն, ասի վեգալ օգտագործի եղբաջան։ Աշնանն էլ բերքը կհավաք ես կվաճառես, կբերես այդ փողը կտաս ինձ։ Համեն կապրի ամենակ, գարնանը գյուղացուն որդից փող, պետք է վարկ վեգալի, վար վեգալի իր շայթով, որ տունը պտի պահի, պտի տանի վարկի գումար պագին։ Ժողովուրդ, ես ասենք խաղագործներ հետ, որ աշխատում եմ, խաղագործներին գարնանը 2 միլիոնի տրամադրում եմ, դեղորյակ, պարտանյութ, շպալներ, աշնանը բերում խաղը հանձնում է, գումարը թող, այդ ծառուկյանը մի ոլորտը կարանի, գյուղնախարարությունը թող մնացած ոլորտներն անի, իր հողի չափսով տրամադրի, առանց տոկոս, որ մարդիկ ապրեն, որ մարդիկ կարողանան լավ զգան, կարողանան ժողովուրդը բերք ու բարիք ստեղծող ժողովուրդը ձեր ցավը տանան։ Ասում եմ, եթե իմ ասածները մեկը կա, կարա ուրիշ ձև բացատրի, իր ցավը տանեմ, ասեմ, դու ճիշտ ես, ինձ կներես, թող մեկ ասի։ Ժողովրդի սրտից եմ խոսում, իրականություն եմ խոսում, բայց էլի ասեմ, այսօրվան, որ ասել են կեսօրին, Ժորժան դուք եք մեղավոր։ Ես չեմ գնում ընտրության, միևնույնն է նույնն է, այդ ցավը տանում, էլի մի ասում ես գնում ընտրես։ Վախում ես տղուտ գործից կանեն, կկանչեն, այլ ասա ես ոչ մեկին էլ չեմ ընտրում, կամ գնալուց ով ասում ասա քեզ եմ ընտրելու։ Ու ամեն ինչ տեղում կլինի։